Հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, ուզում եմ ասել, որ անկախ այն բանից մեզանից ամեն մեկը ինչ է մտածում ԵՏՄ-ի մասին, ԵՏՄ-ն իրողություն է։ Իրողությունը համացությունը, արդեն կարևոր չի նա անցել է, թե չի անցել։ ԵՏՄ-ն լավ է, թե վատ, մենք հիմա դա չենք քննարկում, նույնպես իրողություն է։ Պիտի ասեմ, որ դեռևս անցյալ տարի բյուջետային քննարկումների ժամանակ բարձրացվեց հարցը, թե ինչու են որոշ ապրանքներ, որոնք սպառողները, բնակչությունը, մարդիկ բերում են ԵՏՄ երկրներից, հարկվում ավելացած արժեքի հարկով։ ԵՏՄ-ում ավելացված արժեքի գործունեության սխեման այսպիսին է։ Եթե խոսքը վերաբերում տնտեսվարող սուբյեկտներին, որոնք այդ ապրանքը, որը գնում են, դրա հիման վրա, այդ ապրանքը հանդիսանում իրենց համար հումք եւ պատրաստում են կամ արտադրում են այլ ապրանք, ապա այս դեպքում բնականաբար նրանք ավելացված արժեքի հարկի վճարողներ են։ Ինչ վերաբերում է աշխատանքի ապրանքների ու ծառայություններին, որոնք մատակարարվում են անմիջապես սպառողին, վաճառվում են անմիջապես սպառողին, ապա դա ձեռք բերելուց հետո սպառողը դրա իրավունքի կրողն է եւ ոչ ոք իրավունք չունի նրանից ավելացված արժեքի հարկ վերցնելու։ Այս հարցը բարձրացվել է։ Վալավյան, երբ որ բարձրացվել է այս հարցը, մի քանի անգամ այս ամբողջ կոնկրետ ես եմ բարձրացրել, վերջին անգամ փետրվարի 2-ին հայտարարությունների օրը, Վալավյան դրանից 10 օր հետո եկել Հայաստան։ Բայց այս բանաձևը, որին ես կողմ կքվեարկեմ, իր մեջ էական թերություններ ունի, ինքը չի ելնում այն տրամաբանությունից, որ ես ասում եմ։ Ինքը ելնում է հետևյալ տրամաբանությունից։ Մի հատ մեքենա ես բերում, այդ մի մեքենայի վրա ավելացված արժեքի հարկ չեն գանձում։ Իսկ եթե 3-ն են բերում, 4-ը, 5-ը։ Ուրեմն եթե խոսքը վերաբերում է միայն անձնական սպառման համար ձեռք բերված մեքենաներին, ապա գոյություն ունի ներմուծման ապրանքային քանակություն, որը դուք պիտի գրեիք։ Լավ կներ ինձ էլ հրավիրեիք, որ սա գրում եք, ասում եք, պարոն Բագրատ, քանի անգամ խոսել ես այս մասին, այն վաղ այն ժամանակ ավելի գրագետ կձևակերպենք, այսօր առաջարկեցին միանալ օրենքի, ես չեմ միանա։ Չեմ միանա, գործ չունեմ։ Կողմ կքվեարկեմ այսքանով։ Բայց եթե մենք, պարոն Մելքումյան, չկա Այվազյանը, այստեղ են, եթե մենք գրում ենք մի մեքենային ենք տալիս, տակը մի տողել պիտի գրենք, մեկ մեքենան ճանաչում ենք ապրանքային քանակություն։ Դա համաձայն եք պիտի շտկեք, որ այս սխալը չլինի։ Այլապես կարա ես կարամ չի գրած, մեքենաների համար գրած է ապրանքային քանակությունը։ Մեքենաների համար եթե ապրանքային քանակությունը գրած չի, ուրեմն ես իրավունք ունեմ մեկն էլ բերեմ, երկուսն էլ բերեմ, երեքն էլ բերեմ։ Հաջորդ հարցը, որ այստեղ կա, այնուամենայնիվ պատգամավորների ուշադրություն եմ ուզում հրավիրել։ Ես հիմա կողմ քվեարկեմ, որ ստոպ չտանք այս բաները, այս ապօրինի բանը, որ կատարվում է։ Ինչպես պետք է վարվել այն գումարի հետ, որը արդեն գանձվել է։ Ինչպես պետք է վարվենք այդ գումարի հետ։ Ես մի տարբերակ ունեմ, եթե բյուջեն փող չունի, ձևակերպեք պետական պարտք եւ մարեք գոնե առաջիկա 5-10 տարիներում, որպեսզի լուծումը լինի նորմալ։ Այլապես եթե ես գնացի առը բերել եմ, դուք ինձանից ապօրինի գանձել եք ավելացված արժեքի հարկը, այլապես դա մշտապես մնալու է հարց։ Դրա հետ կապված մեր առաջարկը այդպիսին է, որ դա պետք է ձևակերպվի եւ փոխհատուցվի պետական արժեթղթերով գոնե մարդկանց։ Մինչև կգա օրը եւ ժամը եւ պետությունը աստիճանաբար կմարի։ Ահա այս դիտողությունները, այս տեսքով իհարկե իրեն կարելի է ընդունել, որ ինքը առաջ գնա, բայց ինքը կիսատ պրատ է, առնվազն 2 լուրջ փոփոխություն տեսնում եմ ապրանքային քանակության մասով եւ արդեն գանձված ավելացված արժեքի հարկը փոխհատուցելու մասով։ Շնորհակալություն։